Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Ես հանկարծ գրախանութում տեսա Արիստոտելի աշխատությունների ռուսերեն հրատարակությունը 4 հատորով։ Վերցրեցի կարդացի, այդտեղ պետական կառուցվածքի մասին 10-ից ավելի տեսական բան ունի։ Եվ մեկն էլ այն է, որ սովետական միության հասարակական կազմաբաններ, պետական կառուցվածքներ։ Դա Լենինի սիֆիլիտիկ ուղեղի արգասիկ չէ, դա Արիստոտելի բանն է։ Եվ ինչ է ասում։ Ասում է, այդպեսի պետական կառուցվածք ունեցող պետությունը 72 տարի բան կանի։ Չեք հավատում իր государственная политика ու մեկ է մանրամախը էթիկա։ Այդ աշխատությունների մեջ։ Երբ որ ես ասում եմ սովետական միության ժամանակաշրջանում երբ պիտի հասարակարգը փոխվի, այս պիտի անի, այն պիտի արվի, ասում եմ 72 տարի հապերիկ։ Դա չէին հավատում, հետո իրականացավ։ Իհարկե, բայց դա իմ բանը չէ, կարծում թե դա իմ մտքն է, բայց չի ասում։ Երբ որ հեղափոխությունը արեցինք, իշխանափոխություն, բան սկսեցին ասել, այսա պիտի նախարար լինի։ Ինչու է, ասում է, ինչու է պիտի դա նախարար, ասում է, իր պապերը, բաները հարուստ էին, էս էին, են էին, ասում է, դուք կազմակերպության հիմքն եք դնում ախե։ Իսկ կազմակերպության ալասերվածերը դա օլիգարխիան է։ Օլիգարխիա ալասերվածերը դինաստիան է։ Ու թողմախի մհերը իր տղային նախարար էր ուզում սարքել, որ ագրագետ։ Հասկանում եք։ Այսինքն մեր դեր խնդիրը որն է, պետական առաջարկել պետական այնպիսի կառուցվածք, որ բոլորի համար ցանկալին է այդ պետական կառուցվածքով պետությունում ապրելը։ Հիմա որ ասում ես գնա պաշտպանի թուրքը գալիս է, նա գնա իր չքավորությունը պաշտպանի, օլիգարխին գնա պաշտպանի, ինչը պիտի պաշտպանի այդ մարդը, թեկուզ բանակը։ Ուստի առաջարկում եմ, այսպես ասեցի, որ գաղափարը կա, ստերային պետություն ստեղծում։ Մեր մտավորականությունը ամեն ինչը քննարկում է, գնահատականատալիս, թերությունները ասում, բայց միասնություն չկա, այդ միասնությունն է, որ ամենաթույլ կողմը մտավորականության միասնության բացակայությունն է։ Հասկանում եք, դա ամենակարևորն է։ Ես ժամանակին ասեցի, 1 կիլոգրամ միտք ենք ուզում ծախենք։ Ես էի գրել, Facebook-ում էլ էի գրել։ Դա գիտեք, որ ինչքան թանկ բան է։ Բայց ով է Ֆրանսիան իր պետությունը կառուցելու համար, պետական կառուցվածքան Դավիթ անհախտի տեսական բաներից է օգտվել։ Ով է կարդացել Դավիթ անհախտ։ Հարց եմ տալիս։ Առաջ փիլիսոփայությունը ճանապարհ էր բացում։ Գնում էին մարդիկ այդ ճանապարհով։ Իսկ մեր ճանապարհները բացողները ովքեր էին։ Նա ասում էր Փաշինյանը ով է։ Ես Փաշինյանը շատ լավ գիտեմ։ Ես որպես իր ապաշտպանի համար իրան կոշում տեցում էին։ Անթաս զանգում էր գնում էր խնդրում ասում էր մի տեքել ես էլ ես ինչ իմանամ ինքը ով է։ Ես որպես մարդու եմ բանալ։ Այդ զոնա նայող գողը ասեց Գրասիասը տետել մի տուր էլի, ես դա գիտեի։ Ասես գիտես ինչ կա, մենք քեզ շատ ենք էլի հարգում, ցավը տանեմ, տենց իրա խոսքերն եմ ասում, դու շատ ես մեզ օգնում, բայց չիմանաս որ գողենք մենք բան չենք հասկանում, մենք լավ մարդ չի։ Համար կոշը փագել է։ Կոշը ես եմ փագել։ Այդտեղ մարդ մի բան կատարվել է, որ ինքը առաջինը փագել է կոշ։ Չէ, քեզ ասեմ, կոշը որտեղից է։ Այն Բաղդասարյանը, որ կոշի բաններ, պետներ դրա խնդրեցիք Փաշինյանի, որպեսզի արտահերթ երկարատև տեսակցություն տա։ Որ մի քիչ այդ բանը սառույցում մի քիչ բան է։ Տվեց։ Հա? Շանտն էլ է նստած այդ ժամանակ։ Հա, ինչ վերից է, այդ Բաղդասարյանը տվեց ինձ էլ ասեց, արի որ չասեց հետո ասեց, խոսքեր տել չեմ արել։ Գնացի իրոք տվել էր և արդյունքը էս է, կոշի բանը ուրիշ էր, հիմա ես քիչ առաջ ասելու բան չի, հիմա ես կակիբի պատվալ, քանի տարի
25 տարի ասում եք, որ դա պիտի փակեն ձեր ցանկացած բանը, դե մարդ չի մնա։ Այդ կռիսը կսատկի։ Ես կարող եմ միջնորդել, որ գնաք դուքներդ էլ տեսնեք։ Իսկ իրաք դա ձեռնտու է, դա ամբողջ երկիրն են ուզում այդ վիճակում պահելը։ Առաջարկում եմ հասարակական կազմակերպություն ստեղծեք, ծերային պետություն, վարչապետով, նախարարներով, բանակի շտաբով, ոստիկանապետով եւ այլն մի քանի հոգով գործից հասկացող մարդկանցով։ Որտեղ ինչ որ բարբաջում է, որ Միրզոյանը գնում է, չգիտես ինչեր է խոսում, չես հասկանում, որ ասի գիտես ինչ կա, պարոն Կարապետյան, դու վարչապետն ես, որպես ասի սխալը թե ճիշտ է, մենք մեր քաղաքականությունը արտաքին քաղաքականություն ճիշտ ենք տանում, թե սխալ ենք տանում։ Չի ինչ է, մեր մտավորականության լրի ոչնչացել է, խելք չունենք։ Եկեք տալ մի առաջարկը, բայց համախմբելու համար ժողովրդին, դա պետական կառուցվածքով դուք պիտի բանանես, որ մարդը ինքը զգա, որ ինքը իր այդ պետական կառուցվածքի մեջ իր ինչպես ասում են, իր հնարավորությունը կարող է իրականացնել։ Ես որ Շիրազը ես շատ երիտասարդի ֆիլոսոֆայություն եմ ուսումնասիրում։ Ես եկա մեր հայերի մեջ կա, չէ՞ ընդունված, ասում են դու ոնց ես ոչ ես ինչ կա, չկա, երեխեքը ոնց են բան, չէ՞ սկսում են։ Հույները ասում են ոնց ես քրտնում։ Եթե դու լավ ես քրտում, ուրեմն առողջ ես։ Շիրազը որ հանդիպում ենք, ասում էր ինչպես ես, ասում է երկրի պես։ Մի տես, ասեմ մի օր էլ ասես, հանկարծ չասես, ասես ինչի, վարդը, ասես հետո կհասկանաք ես Սիբիր կքշի։ Հասկանում ես, որտեղ ինքնա քո կոչումը, դու չէ, մեր կոչումը մենք սովետական միություն մեջ չենք կարող իրականացնել։ Չկար, խոսքի ազատությունը չկար։ Եթե դու անտարբեր չես, ապա դու ինքդ քեզ հետ ապրում ես այնպիսի հարաբերության մեջ, որ դա իրական դա քոնը չի։ Հասկանում եք։ Ժողովուրդը մենակ կարող է համախմբի ձեր մեր շուրջը իր մտակարարը, երբ որ դուք պետական մի հատ կառուցած կառաջարկեք, որտեղ որ մարդը նորից է կրկնում։ Իր կոչումը կարող է իրականացնի։ Հովիկ Աբրահամյանն ասում են, «Էս ի՞նչ է կատարում»։ Ասում է, դա ինչ որ ասում են, կանում են, էլ ինչ եք ուզում։ Չասում են, սահմանադրություն կա, օրենք կա, բան կա, դատախազահմանին ասում են, «Էս ինչ ես անում»։ Մարդան ուղարկում ես ընդեղ առանց որոշման։ Դա ասում է, տանում եմ տունը պահեմ, պատվանում պահում, ասում եք ինչի ես դու, օրենքից դուրս է։ Էդ էլ է օրենքից դուրս, որ դու ուղարկել ես նու Բարաշյանի բանտը առանց դատարանի որոշման։ Հասկանում եք, ստեղ անձի կամքը թելադրություն ավելի բարձր է, ցանկացած օրենքից։ Դա է պետք վերստա։ Պետական կառուցվածքի վրա առաջարկեք, ինչպիսի պետական կառուցվածք եք մենք ուզում։ Սա է, թե չէ մեր ձևը գտնել, մենք ասում ենք, ինչպես միավորվենք, դա պիտի գտնել, ինչպես վիրավորվենք, ես մի ձևը ասում եմ, պետական կառուցվածք պիտի առաջարկենք։ Դա տնտեսագետներ ունենք, ինչու չունենք։ Զինվորական մարդիկ ունենք, պահեստազորի բանի, ինչի չունենք, հավաքվենք, հիմիկվա պաշտպանության նախարարը ով է, նա ինչ է հասկանում, Նապոլեոնը միշտ խելոք մարդու է դրել, որ ես հանկարծ խելոք մարդը, եթե մի խելոք բան ասի, նա պիտի խելք ունենա դա հասկանա, դա ճիշտ է թե սխալ է, լավ է թե վատ է։ Հիմա եթե մի հատ ռազմագիտությունից բան հասկացող գնա հիմիկվա նախարարին բան ասի, նա ինչի պիտի հասկանա։ Նա ճիշտ է ասում, թե սխալ ասում, նա պիտի խելք ունենա, որ դա հասկանա, չէ։ Շատ բարդ է, մենք շատ բարդ պատմական շրջան եք ապրում, շատ բարդ։ Եթե դա մենք չենք գիտակցում, դա նաև մեր մտավորականության թերությունն է։ Ես նախախորհրդարան ենք ստեղծել, ամբողջ մտավորականությունը մեզ հետ էր, Լևոնը ինչ արեց, համանախագահներ մեկը ես եմ, ես էլ, Սաֆարյան
Ֆելիքսը ու մեկ էլ Արմեն Հովհաննիսյանը մեր հաղորդավարը ճանաչվեց։ Երեք համահեղինակ էին։ Սահմանը, հա՞։ Ծրագիրը ես ասում եմ, ծրագիրը ես չեմ կարող նստել գրել։ Դա պետական կառուցվածք, այնպիսի պետական կառուցվածք, որտեղ որ ես, դու, այն գյուղացին, այն, չգիտեմ, այն բանը կորցրած, տունը տեղը կորցրած մարդներ, որ հուսում են, որ այդ պետական կառուցվածքում մեջ կարող է ինքը ապրի, գոյատևի, իր կոչում իրականացնի, դա է խնդիրը։ Պետությունը նրա համար չի, որ մարդը իր գոյությունը մի կերպ պաշտպանի։ Պետությունը նրա համար է, մարդը այդ պետության մեջ երջանիկ ապրի։ Ես ասում եմ կոնկրետ ծրագիրի մեկը նա է, որ պետական կառուցվածքի մասին է պետք։ Իսկ դա մի հոգու գործ չի։ Ես դե չեմ ճանաչում, կներում եմ ճանաչում։ Առանձին Թեմիկ առանձին կխոսակ էլի։